Էլա, հերթը հավերինն է։ Բարի երեկո սիրելի հետևորդներ ջան։ Շատ ցուրտ է, շաղագալի։ Դենը մեկ հաշերն ամբոտ էլա։ Գործից եկել եմ տուն, ոչ կոֆե, ոչ մոֆե, քանի որ շատ կարևոր գործով եմ եկել։ Ինձանից 2 հատ աքլոր են ուզել, պետք է մաքրեմ ու նոր տամ իրանց։ Ցորենն էլ եմ բերել, բայց պետք է մին այդ 2 աքլորին բռնեմ ինձանով անեմ։ Հետո նոր այդ մնացածին բաց թողում մի քիչ քուջուջան են։ Փագել եմ, տեղներուն նեղա։ Սոսամորը դուսարած են էլ։ Լավացի, ես ոչ ենք անում։ Ջուրը մինստի դնենք։ Դրնեին էլ կա ջուր էլի, ես նախորոք դրնեին էլ եմ նհենցին ու մինաման չամանում, որ էլ ինձ պետքը չի ջուր եմ լգցնում, որ հավերին հեզ դուսանեմ ծարավ չմնան։ Ես էլ բերել եմ, որ աքլորնին արդեն սրա միջին դնեմ, որ հանգստանան ու տանիմ տուն բմբլահան անեմ, շոք է բաղնիք անեն էլի, ես էլ եմ ստի պատի գլխին դնում, դանակը սուրա, հա, սիրելի հետևորդներ ջան, ասեք ոչ էլ ես անուշկան, ես ինչ անխիղճ կնի կա, շատ խղճով եմ, շատ սրտից փուխ եմ, բայց որ գործն ես ապահանջում, ես ինչ անեմ, լավ, այդ հետո զրից կանենք, որ բմբլահան անելիս լիմ, այդ վաղ զրից կանենք, գործ անեմ, Ջում եմ մնացածներ որ քուջուջան եք։ Լասուս հետ։ Միակ հուսը հետամ։ Ես մին է ռավոդը դրանն եմ Անդրև եկել է լոպո պարել։ Մի ջրատվել են ջրատվել, ասում են բերի ծերը։ Սիրունի հարցերը կարգավոր ենք Ոտները բռնում ենք Հալդին մի անել Այս հենց Այս սիրունին, ծաներ քաշային Զանգին ու զրանգին Տեղներ ու նեղա Դե ես այս տալդա տեղը ինչ պետք կնա անեմ Աշկար չլիմ Էդ ինչ ավեդրոյցն ես ուտում արդեն Էլավ դիմանա Էս մինն արդեն մեզանով են կարել Դնեմ վեդրոյի միջին, սիրելի հետևորդներ ջան Էս մին Էս թազա կիկրիղի էր Սիպտակ որցակնա Սիպտակ որցակն էլ կիկրիղի արավ Կիկրիղի Կատարսկի ասումա Անցնա
առաջ։ Դրանք ծացեք լավ։ Չնայած, ստեն էլ կարամ բռնեմ։ Էլ մտնում չեմ են ցեխը, սիրելի հետևորդներ ջան։ Վեր եմ թողում, քանի որ արդեն գործս հեշտ կլի էլի համել իրանք էլ, ստից եմ էլ պիտոն արածա, ստի արդեն իրանց կուտը հեշտ կուտեն։ Են մինն էլ մոխրագույն գործակն եմ ընտրել արդեն։ Նախորով պին ենք բարեշել, իմ սրտովնա, դե իրան սրտովն էլա։ Հողին էլ հալալելի, ուտողին էլ, ինչ է լավ մոխրագույնը։ Արի լավ, մոխրատիկ։ Մոխրատիկ։ Ծիշ է։ Ժամը եկել արդեն, 7:40։ Քո ժամն եկել աղբեր, լակացի, ծոլենը ոտք ենք ոչ է, ասել հետևորդներ ջան ես հենց, դե որ դուս եմ անում, մի քիչ եմ տալի, մի քիչ էլ եդ եմ քաշում, որ գնան խոտ ուտեն էլի, ես մի ակլորն էլ շան ստամ սիրել հետևորդներ ջան, ես էլ մոխրոտիկ ակլորը, ես էլ հարով մորով անենք, տիրունի անենք, լադենը գնացեք, ճամփա տվեք, սորեր, ծորեր, Դե գնացեք քուչ ուջարեք, ես մի ակլորն էլ մեզանով արինք, սիրել հետևորդներ ջան, ես էլ վեդրոմը սրա կողքին դնեմ, հետո մինչև հանգստանալը ձեր չտինք տալ, հողում տինք մի լավ հանգստանա, ջուր էլ տամ, ես կրանամանին էլ ջուր լգցնեմ, ստել դուրը սհե դնեմ, հոմենի մատենամ ջուր են ացել, ձերն են ստլումը կորավ, ես ջրի ծվիր ունիմ լվացվիմ, ապրովիր եմ ունում, այս հեյ լվացվում եմ, ես գիտեք որ խանութնում միսը շարացա, օթից նավ էր եկել, օթից մի բան է լավ էր չի գալի շլլու, սիրել հետևորդներ ջան, Աղջր չարանք հաչիմ, մարդի ստեղծացնա, կնի կլի, մարդ կլի, ինչ տարբերություն, դու գործանողիսան ասա, գործանողիսան, վայ, ես ինչ սարներ ես ջուրը, հետրվարը, գիտեմ ոչ ես ինչ հազում ասե, ես ջուրը դե մաքուրա, միջին չեմ լվացվել, միստիլ կամանստիլ ուլեկցնեմ, մի բան ասեմ, այո, կեզ պհում ենք, դու պհելու որ թակնես, ես երկու ակլորը որ ծախում եմ կրվարար որ թակնի էին, սրանց միսը համու վալում, արսուզ են էլի, ես մի աման մի ջոլեցնեմ, հետո հլատենամ, քանի ձո են ացել սոր, Ռաոտ են դեսի դրաննա մնացել, ես գիտեմ, որ նա իլա ձուացի, ո գիտել եկրի շեքերումը գնացել ացել։ Ինչ են կռիրանում։ Գերել ունի մակլորնի ծախելու, սիրել հետևորդներ ջան, մի հատ ձուկա, ես մի հավը արտադիր ածումը։ Էլացիցը գողանում եմ, հետո գնանք տուն մի բաժակ կոֆե պենք խմենք իրար հետ, այս թեի մուշկը դրաննա էլի, մանավանդ որ ամբոտ ըլծա չէ, հաշերը սա, վեր կոխած, ամբը չոքած, շաղա գալի, դե համելստյան գնան որ զանգին ու զրանգին ձենս լսում են,
Լացուկոցներում դնում են։ Գնացինք, եկեք։ Շավ, տեղ տվեք։ Եկատում վերջապես սիրելի հետևորդներ ջան, տեսակլորնին։ Ուրեմն եկատում, որ կոֆե խմեմ, հետո ետ միտքս փոխեցի, ջուրը դրել եմ տքանալու, ետ եմ գնացել, ասի որ ամբոտ ածա, համ կարծելի, կենու գազան չգա, իմ պահածեց չալտիկ մալտիկներին տանի։ Համի արդեն հանգիստ եմ, քանի որ հավերը թարենել եմ, վթնելա, այն որ երկեցի ժամը եկել է արդեն, 7:40, այ հիմի իրոք 7:40 չէ, բայց այդ սանթերումն է։ Ստի մի երկու խնձոր կաղադեսը դնեմ, որ ես սինի նստի դնեմ, տեղ բաց անեմ ինձ մար, ասեմ, որ իմ բաղջի խնձորնին է, բերել էի, պատվալումը պհեի, սրելի հետևորդներ ջան, բերել եմ, որ անուշանեմ, ես իմ բաղջի խնձորն է, էսա մարդն է գալիս, ես լաստի մի գրաղին դնեմ, ես ժակետ մի ուսեի գծել, քանի որ ցուրտ է, ասի հավերիս մտիկ անեմ, ապահովելին, ձուն էլ ադեր ջեպիս, ձուն, ես էլ սորվա միակ, ձուն, ես ոնց որ վարեկի ձուվի, էլի, թազա հավածոել էլ, ընդով մտիկ չի արել, ասեմ ոնց եմ ճնանչում, թե ոնց է թազա, սիրելի հետևորդներ ջան, համ պուճուրա, ամեն ըստի հետքեր կա, դե էլ չասեմ, այդ հետքերից հասկանում ենք, որ նոր հավածոել էլ, շատ լավ է, այսպես, երկելով, խաղով, խաղկանչելով, այդ երկու ակլորնի, բերել եմ, որ շոքե բաղնի կանեն արդեն, բայց պետք անպայման կոֆե էլ խմենք, չէ? Ասել եմ, որ գնում ենք կոֆե խմելու, համա ես կիսաճամփա ետ եմ վառել։ Դե շատ չէր կիսաճամփա, ջուրը դրել եմ, գործը մի ոտը աղաք եմ գծել։ Այսենց։ Հավերի դուրը փակել եմ ու եկել։ Հիմի այնքան հանգիստ եմ, էլ չասելու։ Իմ ոնց հասած մի կում ջուրն էլ, որ հանգիստ եմ խմում, արդեն մեր ջանն է նստում։ Այ մեր աջան, որ ասում ենք այ մեր աջան, դրա մեջ ենքան խորը իմաստ կա, սիրելի հետևորդներ ջան, թե բեզարած ենք լում, բեզարածությունն է կորչում, թե ցավող տեղ ենք ունենում, ցավող տեղն է կորչում, այս շատ է, ուզում չեմ ետ կանտանա, ճիշտ ասե հետ հապով են այս որցակնի, բայց թե մատխաշեն էլի, շատ էտ կանանավոչ, ես էլ պագ եմ, որ գալորշին միջին գենա, ինչերը կոֆեն կեպի, մի երկու բարել զրից անեմ, անց կգենամ գործի, սիրելիներս, մին երկու կոֆես էպեց, են որ ասում ռազ, դվա տոչնի տհենց, ոչ մի կին չի ցանկանա, որ ասենք կարդալով թերթի մյուս երեսը, ոչ մի կին չի ցանկանա, որ ինքը երբ որ կոպիտ դուրս է գալի հանրության մեջ, աշխատավայր, մի խոսքով հասարակության մեջ, ոչ մի խելացի նրբաճաշակ կին չի ցանկանա ալամաշխարը դենա իր տանը կատարվող չորնի գործերը, թե ոնց է անում, բայց ես ներկայացնում եմ, սիրելի հետևորդներ ջան, ես էլ առաջ ասենք նեղվում էի, անհանգստանում էի, մտածմունքների մեջ էի ընկնում, ասում էի անհարմարա, չի կարելի եւ այլն, բայց սիրելի հետևորդներ ջան, մենք կանք այնպիսին, ինչպես որ կանք, այդպիսին էլ պետք է ներկայանանք հանրությանը, հատկապես որ իմ այս վլոգերության շրջանում, որ ես ցույց եմ տալիս իմ առօրյան, ես ուզում եմ ձեզ ներկայանալ այնպես, ինչպես որ կամ։ Մի խոսքով չխորանամ այդ հարցում, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ սենց ատտուշի խոսել ձեր հետ եւ ուզում եմ, որ ասենք թե ձևականություններից հեռու եւ ուզում եմ, որ իսկապես դուք այս վլոգը նայելով բավականությունը ստանաք, ինչպես միշտ, քանի որ գրում եք եւ ես ինձ շատ շոյված եմ զգում, շատ զգացված եմ սիրելիներս,
Շատ շնորհակալություն բոլորիդ, այս ընթացքում որ հավերին հսկում էի մինչև որ այս ջուրը կտաքանար այս ակլորների համար, նաև հասցրել եմ իմ վլոգը թերթել, տեսնել, նոր բաժանորդներ են եկել իմ ալիք, բարի գալուստ, Անուշկա վլոգալիք, շատ շնորհակալություն, սիրելի հետևորդներ ջան, որ բաժանորդագրվել եք հենց այդ իմ վլոգի ներքո, անչափ շնորհակալ եմ, դուք իմ վլոգում կտեսնեք շատ հետաքրքիր վլոգներ, հետաքրքիր զրույցներ, ջերմություն, սեր, հարգանք, մեկս մեկի հանդեպ, երբեք չեք զղջա, որ եկել եք իմ ալիք, եւ այս առիթով նորից ուզում եմ հիշեցնել, ովքեր չէին հասցրել բաժանորդագրվել, ապա հենց հիմա բաժանորդագրվեք, միացեք իմ ալիքին, իմ տեղն իմացեք, տարածեք, լայքեք եւ ջերմ տողեր ուղարկեք, քանի որ կյանքը շատ կարճ է եւ մեկս մեկիս բարություն անելով մեր կյանքը երկարացնում ենք, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ մի տեսակ զրույցս կծկտուր է ստացվում, որովհետև երբ որ իմ առօրյա գործերում ես վազքի մեջ եմ լինում, սկսած առավոտվանից հետո գնում եմ աշխատանքի, աշխատավայրում մի ուրիշ ձևի ենք ներկայանում բոլորս էլ, ամեն մի միջավայրում ամենքս մեր ձևն ունենք, մեր ձեռագիրն ունենք, բայց որ գալիս ենք տուն, տունը այն վայրն է, որտեղ մենք ամեն ինչ թողնում ենք մի կողմ եւ մեզ ազատ ենք զգում, իմ տան ազատությունը, իմ տան ջերմությունը, իմ տան աուրան ձեզ եմ փոխանցում, սիրելի հետևորդներ ջան, եւ ուզում եմ, որ դուք էլ երբ որ աշխատանքից հոգնած գնաք տուն, ձեր տանը տիրի ջերմություն, ձեր տանը տիրի հրաշալի աուրա, լավ մթնոլորտ, սեր ու հարգանք եւ իհարկե լավ ու կարեւոր գործեր, քանի որ երբ որ մարդը անգործ է լինում, ապա դատապարտվում է, կոպիտ է հնչում, երբ որ մարդը անգործ է մնում, արդեն իր մտքերը մի այլ ձևի է մտածում, ծանրանում է, իսկ երբ որ մարդը աշխատում է, այդ տեսակ ոնց երգելով, խաղով, կատակներով, հումորային այդպես, ես իմ գործը առաջ տարա եւ վիզս չթեքեցի ոչ մեկին, չնայած որ պահին էլ ում էլ զանգեմ, շատ հարգարժան մարդիկ կան, ում էլ ասեմ, որ օգնության կարիք կա, կգան մեծ սիրով եւ ինձ կօգնեն ու այս գործը իրենք կանեն, բայց սիրելիներս, ես միշտ իմ վլոգներում երբեմն ասել եմ, հիմա էլ եմ հիշեցնում, պապասին շատ ուժեղ դաստիարակություն ա տվել ու իմ աչքի առաջից երբեք չի կորչում հորս ձեռքը, այսինքն բռունցք էր անում ու ասում աղջիկը տղա կլինի, այսինքն աղջիկը ուժեղ կլինի, իհարկե մայրիկից էլ նրբություն ու քնքշություն եմ դաստիարակություն վերցրել եւ երկուսն էլ իմ էության մեջ կա, սիրելի հետևորդներ ջան, կոխնխում ենք այս ընթացքում, որ կարողանանք մեր գործերը շարունակել։ Դպրոցական տարիներին շատ լավ եմ սովորել, սակայն երկրաշարժը երբ որ եղավ չարաբաստիկ, շատերիս կյանքը փոփոխության ենթարկեց, չկարողացա գնալ սովորելու, շատ գիտելիքներով հարուստ եմ եղել առ այսօր, չեմ ուզում ինքնագովես տանել, ուղղակի զրուցում եմ ձեր հետ, սիրելի հետևորդներ ջան, եւ այդ տարիների իմ ապրած օրերը, ապրած պահերը առ այսօր իմ ուղեղի մեջ է, դպրոցական տարիներին լավ սովորելուց բացի նաև մասնակցել եմ մի քանի խմբակների, երգ, պար, ասմունք, ձեռագործություն եւ այլն, եւ նաև դա է իմ վրա հետք թողել, որ երբեմն ես, ասենք իմ խոսքը արտիստիկ է հնչում, շատ նույնիսկ թատրոնների եմ մասնակցել, սիրելի հետևորդներ ջան, Արագեղեցիկ եւ Շամիրամ եւ նմանատիպ բեմադրություններ, երբեմն իմ խոսքի մեջ արտիստիզմ եք տեսնում, այսպես ասեմ, արտիստիկ դիրք եք տեսնում, ես դրանից նույնպես ինձ շատ շոյված եմ զգում, որ դուք դա նկատում եք, բայց քանի որ հիմա հանրությունը սիրում է այս վլոգերությունը նայել բարբարային, հատկապես երբ որ տվյալ վլոգերը գյուղացի է, գյուղում է ապրում եւ մենք գյուղից ենք ներկայացնում մեր առօրյան, դուք սիրում եք բարբարային խոսք լսել,
բայց եկեք չմոռանանք, որ մեր ազգը, հայ ազգը կիրթ ազգ է եւ սիրում ենք կիրթ ներկայանալ, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով բազմաշնորհ մարդ լինենք, բոլորս էլ ուզում են, որ ինձանից շատ մարդիկ օրինակ վերցնեն, ես գիտեմ, որ իմ ալիքը դիտում են դեռահասներ, դեռահաս տղաներ, դեռահաս աղջիկներ, երիտասարդ հարսներ ու աղջիկներ, տղամարդ հետևորդներ ունեմ ես նույնիսկ գիտեմ, ողջունում եմ տղամարդ հետևորդներին, շատ շնորհակալ եմ, որ դուք ձեր ոսկե ժամանակը տրամադրում եք եւ իմ ալիքը դիտում եք, ջերմ տողեր եք ուղարկում, լայքում եք, ես դա նկատում եմ իմ ալիքում, անչափ շնորհակալ եմ հարգելիներս եւ իհարկե կանանց նույնպես շնորհակալություն եմ հայտնում, որ այդքան ակտիվ եք, միշտ ակտիվ եղեք, սիրելի կանայք եւ աղջիկներ եւ տղամարդիկ, ձեր ակտիվությունը ինձ ոգևորում է, ինձ տրամադրում է հաջորդ վլոգին, հատկապես երբ որ ինձ գրում եք, սպասում ենք հաջորդ գեղեցիկ վլոգին, ես ինքնաբերաբար տրամադրվում եմ, իմ մտքերը, իմ մուսան գալիս է եւ ես ուզում եմ, որ նորից ու նորից վլոգ պատրաստել, ընդհանրապես հեշտ բան չէ, երբ որ մարդը սկսում է զրույցի բռնվել, այսպես հիմա ես տանը մենակ եմ, ուղղակի իմ տեսախցիկը միացրել եմ եւ ձեր հետ զրուցում եմ, դա հեշտ գործողություն չէ, առաջ ես շատ էի հենց դրանից չգիտեմ, ինչ էր կատարվում ինձ հետ, չէր ստացվում, շատ եմ գրել, ջնջել, սևագրել, մաքրագրել եւ հիմա դեռևս չեմ հասել այն աստիճանին, որ ես ինքս լիարժեք գոհ լինեմ ինձանից, բայց փառք Աստծո, նկատում եմ նաեւ ես ինքս իմ առաջադիմությունն եմ նկատում, որի համար ես ուրախ եմ ինքս իմ համար, մարդը պետք է առաջին հերթին ինքը իրենից գոհ լինի, բայց ոչ ինքնահավան, դրանք լրիվ տարբեր են, մի խոսքով վայ շատ խոսեցի, գործերս մնում է, կոֆես հովանում է, եկեք կոֆեն խմենք, սիրելի հետևորդներ ջան, գիտեք նաև որ փիլիսոփայելը իմ մոտ լավ է ստացվում, մի խոսքով, գիտեք նաև որ շատ իմ քաշից ավել գրքեր եմ կարդացել, նաև դա է նպաստում, որ ես կարողանում եմ հիմա ձեր հետ շփվել եւ գեղեցիկ բառապաշար եմ ձեռք բերել իմ կարդացած գրքերի շնորհիվ։ Կոֆե խմեմ եւ վարցակնին տանեմ շոկեբարնիկ։ Այսինքն համով հոտով, այս ակլորները տանելու են քեֆ ուրախության, նորից եմ հիշեցնում եւ թող որ անուշվայել են։ Նաև հպարտանում եմ, որ մարդիկ իրենց սեղանների համար, իրենց ճոխ սեղանների համար նաև ընտրություն են կատարում անուշկայի պահած ակլորները։ Ամեն մարդ իր ադարդին, ինչպես ուղին ու վարդին, լավ երգա չէ, տեղին ասված։ Հիմա ամեքս անցնենք, չեմ ուզում ասել դարդին, ամեքս անցնենք մեր գործին, մի քանի կում է մնացել, դա խմեմ ու ակլորները բնդլահան անեմ։ Այսօր կոֆեի պլանը գերակատարել եմ, մի քիչ մի մասը թողնում եմ, մի կողմ եմ դնում, խնձորները հիմա չեմ ուզում, ջուրը ստեղ կհովանա, վերջը գազը միացրել ենք, ծախս ենք արել, չհովանա, որ նորից միացնենք։ Գոլորշին ստեղ հավաքվել է, այս բերել եմ, որ ինձ ստեղ պետք է գալու։ Հիմա ակլորները, որ արդեն հանգստացել են, սիրելի հետևորդներ ջան, անցնում եմ այս չորնի գործին։ Ահա։ Այս մոխրոտիկն է։ Տատիկը պահում է երեք ուրախ սագեր, մեկն սպիտակ, մեկ մոխրագույն։ Են ոնց էր, լասեք, մնաց հասնեք, դուք ասեք, ես գործանեմ։ Սիրելի հետևորդներ ջան, մի քիչ գործանեմ, հետո էլի կմիանամ ձեզ, հա, որպեսզի ամեն բան համով հոտով ստացվի։ Այստեղ իսկապես ինձ դժվար գործ է սպասվում, գիտեք, որ գլուխ եմ հանում այս գործից եւ ուզում եմ, որ դուք էլ այս կյանքում ոչ մի գործի չխղճանաք, ոչ մի գործ անելու չամար չեք։ Ուֆ, մատերս վառեց։
հատ պտտում ենք, տաք ջրում չխաշվի։ Հետո ոչիկից բռնում ենք, անում ենք բերում ենք ստեղ։ Ու ռաստվա սկսում ենք մաքրել։ Ստեղից, որտեղ որ հապկել է։ Մաշկը դեղին, յուղոտ։ Որ ասում եմ մաշկը սիրունա, պլպլանա, հեսա։ Բմբուրներից ազատում եմ ու սիրուն մաշկը արդեն երևում է։ Առաջվա տարիներին մեր մամաներն այս բմբուրները հավաքում էին ու բարձր էին սարքում, բայց թե այդ ժամանակներն էլ գնացին, արդեն բարձերը սինձիպոնից են, շատ քիչ մարդ, որ արդեն բմբուրի բարձա պահում, ես ինքս էլ չեմ պահում, բոլորը վերացրել եմ, սիրելի հետևորդներ ջան, և դրա մեջ չեմ զղջում, որ վերացրել եմ սինձիպոնի բարձերից շատ գոհ եմ, այնպես որ ինչ-որ վնասակար չէ, եթե ամեն ինչն էլ մաքուր ենք պահում, տեղը տեղին, ապա ինչի պետքա վնասակար լինի։ Այս են, ծանր քաշային ձեռքս հոգնեց, իմ ամենաթմբլիկ աքլորներն է, այս են, որ պիտի զարդարի այդ մարդկանց սեղանը, ոչը պոկեմ, շատ իմ սրտով բմբլահան արեցի, այն մաներ մունդրը հետո կանեմ, քանի ջուրը տաք հա պետքա այն մի չալտիկին բերեմ, այս ենք, սրանք արդեն լրի պոկվող բմբուրներ են, մի տեսեք է սրա սիրուն մաշկը մոտեցնեմ, այո, ընտիր, հենց այսպես թողնում եմ, հետո բմբուրները տեսնում եք, ստեղ առանձին ինչքան եմ հավաքել, այդ մի տոպրակի մեջ կլցնեմ մի քիչ հետո անցնում ենք այս մյուս չալտիկին, տանակը տաք ջրի մեջ չեք գցում, տաք ջրից տանակները փնջվում են, անցնում ենք հաջորդին, այ, այս գլուխը հետո, այդ կմաքրեմ իմ սիմջկան կուտի, ոտն ու գլուխը նման դեպքերում չենք վաճառում, բայց վաճառում ենք իրա հետ, իրա ջիգարը, սիրտը, պլոճիկն ու քարջիկը։ Դե նույն ձևով շարունակեմ ես մաքրել, սիրելի հետևորդներ ջան, բայց ասեմ, որ սորհեջ այս մտքով չէ եկել տուն, թևերս կշտեմ մի հատ, այն մտքով է եկել, ասի հով եղանակա, հա, թեկուզ եթե շաղ էլ գա, տակ շորեր կհակնեմ, գլխար կդնեմ, հետո դե որ չեմ կարում գնամ բաղչի այդ մաքրելու բաները մաքրեմ, մի քիչ սենց պտտեմ, որ այս տակ ջուրը ջանը քաշեր, հա, քանի որ մաքրելու գործերը չէի կարող անեմ, արդեն խոնաված էլ է, գիշերն էլ էր անձրև եկել, հա, ասեցի իսկը սխտոր ցանելու եղանակ, մի քիչ տեղ կա, կգնայի կփորեի, սխտորն էլ կցանեի, քանի որ ոնց որ թե ուշանում է, սխտորը միշտ փետրվարին ենք ցանում, ու փետրվարը դուրս է գալի, մանավանդ նայել եմ եղանակի տեսությանը ու ոնց որ թե մեր մոտ էլ ածյուն տված ու տենանք ոնց կդասավորվի, ոնց որ թե ջուրը հովացել է, թե ես զբաղվեմ սրանով, սիրելի հետևորդներ ջան, պատասխանատու գործս անեմ ու տեսնեմ վլոգս երբ եմ ավարտում, միացնեմ տաքանա, ջուրը հովացել է։ Այդ ընթացքում էլ արդեն ստեղ կզբաղվեմ։ Սիմջկա, ինչ ես եկել դուռը բաց արել, այս հոտերը գնում այն մի սենյակ Սիմա, կամ ստեղ մնա, կամ ընդեղ գնա, ախպերական, դե որ իմ մոտ ես մնում, այս փագում ենք, հետո տոպրակ եմ բերել, այս բմբուրները մի հատ տարածքն ազատվել, իստեղ գցնեմ այս տոպրակի մեջ, էլ բարձերի համար, բմբուր պահով, չկա այս թվումը, ես է շուրում անտամ, ջուրը լավ չտաքացել, ահա, արդեն
Սկսում է տաքանալ, հենց որ մատները սպառում է, ուրեմն արդեն լավ է։ Ոյ, չէ, չի պոկվում, մի քիչ էլ պետք է մնա։ Շոքե բաղնիքը, այ ես էր։ Սիմա։ Րոպե տաքացավ է ջուրը, այս սենց հավիսով։ Ինքը դե սևա չալակլորա, ու տենում եք մաշկն ես ինձ սիրունա։ Շատերի մոտ են կարծիքն է, որ եթե ասենք հավը սև է, ուրեմն մաշկն էլ է սև, բայց տենում եք ես ոնց հա պլպլում։ Հավիսով, ես արդեն բոմբուլները պղնձի մեջ թողեցի, որ ընդեղ մաքրելը հեշտ էլի, այն մեկինը հանել է, որ սրան չխանգարի։ Раз, два, թևերը սիրուն մաքրենք։ Օչիկը, տաքացավ։ Մի հատ հանենք, որ մաշկը շատ չեպի տաք ջրումը։ Էլի раз, два, ստեղ կազնանջատ ենք արդեն, ու սկսենք մաքրել։ Այսեցայք ծուղրուղու անում տակ ջրում, թակավորի ակլորը, անհաղթակլորն, անհաղթակլորը։ Դիրդ եկավ տակ բաղնիքը, ջանդ ետ եկավ ազիզ։ Գիտեք ինչ համով են ուտելու, նախապես բարի ախորժակ լինի իրենց, այսենց, ու բոլորը կեվ ուրախությունների մեջ լինեն։ Մի հատել։ Դուբլ դվա։ Սիրելի հետևորդներ ջան, հյուրեր ունեմ և իմ համար ծնծաղիկ են նվեր բերել։ Մի տեսեք ինչի ասքան չէ։ Մոտեցնեմ, դուք էլ հիացեք։ Իսկական ծնծաղիկը։ Արդեն ջուրը լցրել եմ, որ ջրի մեջ տնեմ ու չթոռոմի հանկարծ։ Գործս ստեղ կիսատա, ակլորների մաքրելը։ Տեղավորեմ ծաղկամանի մեջ, բայց կարելի է պոչիկները մի հատ հավասարացնել։ Հեսադանակով հավասարացնեմ, այսենց, հենց ստեղ մի հատ կտրեմ սեղանի վրա, որ ծաղկամանի մեջ սիրուն դասավորվի ինքը, այսենց կտրեցի, քանի որ հյուրեր ունեմ, սիրելի հետևորդներ ջան, ձեզ արդեն հրաժեշտ տամ, լավ եղեք, գառնան բույրը տունս եկավ, գարունը տուն եկավ, սիրելի հետևորդներ ջան, շատ ուրախ եմ այս նվերից, ես էլ օդային ձեզ եմ հասցնում, շնչեք այս բույրը, շնչեք գառնան բույրը, ժպտացեք և միշտ երջանիկ եղեք։ Ես այս ծնծաղիկի բույրը շնչելով, համ հյուրերիս հետ կզբաղվեմ, համ էլ իհարկե կշարունակեմ իմ կիսատ գործը, ակլորները այս վիճակում է արդեն, մանր մուներ բոմբուլիկները կմաքրեմ, կխանձեմ, փորը կվացեմ ու արդեն կուղարկեմ իրենց։ Պակա։ Գործս ավարտին եմ հասցրել և եկել են արդեն ակլորները տանելու, իրենք էլ են գո, ես էլ եմ գո, հյուրերիս հետ լավ ժամանակ եմ անցկացնում և ասեմ, որ ծնծաղիկները իմ նոր բարեկամների կողմից նվեր ստացա։